2025 թվականին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 303,140 դրամ, ինչը առավելագույն ցուցանիշներից մեկն է Հայաստանի պատմության ընթացքում, պահպանելով շուրջ 5,6% աճը նախորդ տարվա համադրելի ցուցանիշի նկատմամբ։ Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 239,369 դրամ, ոչ պետական հատվածում ցուցանիշը կազմել է 327,604 դրամ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 2-ին ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ենթակառուցվածքների գծով տարածաշրջանային տնօրեն Չարլզ Կորմիերի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկման առանցքային թեմաներից մեկը խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունն է եղել և դրա տնտեսական ներուժը տարածաշրջանային համագործակցության համատեքստում։ Նախարար Պապոյանը կարևորել է Համաշխարհային բանկի ներգրավվածությունը ենթակառուցվածքային և տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը խթանող ծրագրերի իրականացման գործում։ 2025-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 21,430,300 դոլար։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 4,639,500 դոլարով։ Հունիսի 1-ից հին Խնձորեսկ պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի։ Դեռ նախորդ տարվանից հնավայրում իրականացվում են բարեկարգման և հարդարման աշխատանքներ, այցելուների համար տարածքը առավել հարմարավետ և մատչելի դարձնելու նպատակով։ Տոմսերի վաճառքից ստացված միջոցները կուղղվեն հին Խնձորեսկ պատմամշակութային արգելոցի պահպանման և զարգացման ծրագրերին։ Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2026 թվականի հունվարին ավելացել է 19,392 միլիոն դոլարով, համաձայն Bloomberg գործակալության հրապարակած միլիարդատերերի ինդեքսի։ Ամենամեծ կորուստները կրել է Telegram Messenger-ի համահիմնադիր Պավել Դուրովը։ Նրա կարողությունը նվազել է 786 միլիոն դոլարով, հասնելով 13,6 միլիարդ դոլար։ Բուլղարիայում հունվարի 31-ի կեսգիշերին ավարտվել է մեկամսյա անցումային շրջանը, որի ընթացքում եվրոն և լևը շրջանառվում էին միաժամանակ։ Փետրվարի 1-ից վաճառողները պարտավոր են չընդունել վճարումներ լևով, իսկ գնորդներին մնացորդը վերադարձնել բացառապես եվրոյով։ Եվրոյի ընդունումը ամրագրված էր դեռևս 2007 թվականին ստորագրված Եվրամիությանն անդամակցության պայմանագրով։ Երկրի պատրաստակամության մասին 2025 թվականի հունիսի 4-ին հայտարարեցին Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպական կենտրոնական բանկը, հրապարակելով համապատասխան կոնվերգենցիայի զեկույցները։ Վենեսուելան մատակարարել է հեղուկացված նավթագազի առաջին խմբաքանակը, մատակարարման ծավալը չի նշվում։ Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարը վստահություն է հայտնել, որ հեղուկացված գազի արտահանումը կբարելավի վենեսուելացի ժողովրդի բարեկեցությունը։ Բելարուսը փետրվարի 1-ից գրեթե 10%-ով բարձրացրել է նավթի տարանցման սակագինը։ Ունեչա Բրոդի և Ունեչա ուղղությամբ Բելարուսի և Ուկրաինայի սահմաններով սակագինը սահմանվել է 262,99 ռուսական ռուբլի 1 տոննայի համար։ Ավելի վաղ սակագինը կազմում էր 239,52 ռուբլի, այսինքն այն աճել է 9,8%-ով։ Երեխային դպրոց ճանապարհելը ինքնին ծնողի համար որոշակի ծախս է ենթադրում, իսկ երբ կողքից դրան գումարվում են նաև պատեհ ու անպատեհ կազմակերպվող դրամահավաքները, թեման դառնում է սոցիալական խնդիր։ Եվ օրինակ, նմանատիպ սոցիալական խնդրի պատճառով աշակերտը դպրոցում կարող է նաև բուլինգի ենթարկվել։ Դեպքերը շատ են ու բազմապիսի։ 2025-ին կրթության տեսչական մարմինը ստացել է 195 դիմում բողոք, որի գերակշիռ մասը 159 վերաբերել են դպրոցներին։ Ստացված դիմում բողոքներից 77-ը բավարարվել են, 42-ը վերահասցեագրվել են այլ մարմինների, եւս 64-ի ուղղությամբ տրվել են պարզաբանումներ, մի մասը ընթացքի մեջ է։ Վերահասցեագրված դիմում բողոքների շարքում, բացի ԿԳՄՍՆ ուղղված դիմումները, մի մասը ուղարկվել է նաև համապատասխան
ուժային կառույցներ, դրանք հիմնականում կապված են ուսումնական հաստատություններում բռնությունների, դրամահավաքի եւ այլ դեպքերի հետ, որոնք դուրս են տեսչական մարմնի լիազորությունների շրջանակից։ Հայաստանում ուսումնական հաստատությունները ըստ իրենց ռիսկայնության աստիճանի բաժանված են 3 խմբի՝ բարձր, միջին եւ ցածր։ Բարձր ռիսկայնության խմբում առավել մեծ տեղ են զբաղեցնում հանրակրթական դպրոցները, որտեղ նախորդ տարի առավել հաճախ արձանագրվել են տնօրենի աշխատանքային գործառույթների խախտումներ։ Դիմում բողոքները հիմնականում վերաբերում են ուսումնական հաստատությունում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտին, որը կարելի է ասել բացակայում է։ Եթե դիմում բողոքը միայն որոշակի ֆիզիկական բռնության դեպք է նկարագրում, հիմնականում դա վերահասցեագրվում է, բայց մեծ մասը կոնկրետ բռնության եւ բուլինգի դեպքերով տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործառույթներ։ 2025-ին 2024-ի համեմատ բուլինգի դեպքերի էական աճ չի արձանագրվել ըստ կրթության տեսչական մարմնի ղեկավարի։ Պարզապես ծնողներն են սկսել առավել հաճախ ահազանգել այդ մասին, իրազեկվածության մակարդակն է բարձրացել։ Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ յուրաքանչյուր երկրում կրթական համակարգի զարգացմանը զուգահեռ բուլինգը ավելի տրանսֆորմացվում է, օրինակ բազմաթիվ երկրներում ավելի հաճախ հանդիպող է կիբերբուլինգը։ Դպրոցներում բուլինգի ու բռնության դեպքերը ուսումնական գործընթացի վրա այս կամ այն կերպ անդրադառնալու են։ Նման պայմաններում որքանով է ուսումնառությունը հետաքրքրում աշակերտին։ Տվյալները ցույց են տալիս, որ 3500 աշակերտ մասնակցել է 2 առարկայի գիտելիքի ստուգմանը, հավաքելով բավարարի նվազագույն շեմ 4 եւ 4.3։ Խնդիրները շատ են բնականաբար այս ուղղությամբ, մասնավորապես դրանք կապված են ոչ միայն, ինչպես նշեցի, ուսուցչի աշխատանքային գործառույթների պատշաճ կատարման հետ եւ շատ դեպքերում գրադարանավարի աշխատանքի ոչ պատշաճ կատարումը, ուսուցչի օգնականի հոգեբանի եւ այլն հանգեցնում է նրան, որ ուսումնառության արդյունքները ցածր են։ 2026-ին կրթության տեսչական մարմինը նոր գործելավոճ է ներդնելու։ Ուսումնական հաստատությունները կդիտարկվեն որպես մեկ ամբողջություն, առանձին ցուցանիշները չեն թիրախավորվի։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ միասնական սոցիալական ծառայությունը աջակցություն է տրամադրում աշխատանքի եւ զբաղվածության ոլորտում գործատուների մոտ առկա աշխատուժի պահանջարկը լրացնելու նպատակով։ Ծառայության շրջանակում իրականացվում է թափուր աշխատատեղերի մասին տեղեկության հավաքագրում եւ տարածում, կազմակերպվում են թափուր աշխատատեղերի տոնավաճառներ, ինչպես նաեւ իրականացվում է գործատուների կողմից ներկայացված չափորոշիչներին համապատասխան թեկնածուների ընտրություն։ Ընտրված թեկնածուներին ներկայացվում են համապատասխան աշխատատեղերը։